Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կարգին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մարտի 20-ն է, այսօր թե Հայաստանից ունենք խոսելու, թե Իրանից շատ կարևոր հետաքրքիր թեմաներ կան, գիտեք, եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը գտնվում է Հայաստանում, երեկ նա արդեն հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխվարչապետի հետ նաև հետաքրքիր հայտարարություններ են հնչել, պետք է հասկանանք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում հիմա մեր տարածաշրջանում, ինչու համար եմ այսպես ասում, որովհետև գլոբալ ինչ-որ փոփոխություններ են նկատվում Եվրոպայի քաղաքականության մեջ, կոնկրետ Հարավային Կովկասի մասով, հատկապես Հայաստանի մասով դրանք ավելի նկատելի են եւ Թուրքիայի մասով, ինչ է փոխվել, ինչու է փոխվել եւ ինչ հայտարարություններ են արվում, ինչի սպասենք մոտակա տարիների ընթացքում Եվրամիության կողմից։ Սա պետք է փորձենք հասկանալ։ Դե հաջորդ հարցը Իրանն է, չեմ ցանկանում մեծ հաշվով անդրադառնալ նախընտրական այդ հայտարարություններին Հայաստանում, որոնք որ կան, ինձ տհաճ է, երբ որ սկսում են գզվրծված, իրար վիրավորոց, անտանելի մի երևույթ, ուղղակի ես միշտ էլ արտահայտել եմ մեր դիրքորոշումը շատ հստակ եւ կոնկրետ Հայաստանը պետք է մնա որպես պետություն այս ընտրությունների արդյունքով։ Կա Հայաստանում բնականաբար մի մասսա, այդպես անվանենք, որոնց համար որ անկախությունը գերագույն արժեք չէ, կարող է սուտի լոզունգներ ազգային արժեք են, բայց իրականում Հայաստանի անկախությունը որևիցե արժեք չունի, կա էլի մի մասսա, որը որ մեծ հաշվով չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, չեն կարող խորը վերլուծել եւ անցնել, այսինքն շատ հեշտ է նրանց խաբել, նրանց վրա ազդել, կրկին այդ սուտի ազգային լոզունգներով, այսինքն ամեն ինչ շատ բարդ է Հայաստանում, բայց ես ցանկություն չունեմ մտնել այդ գզվրծոցների մեջ, վիրավորանքների մեջ, դա բնականաբար մեր ոճը չէ։ Եթե մարդիկ հիմա երեկել եմ անդրադարձել, չէ, Իսրայելից գեներալ են բերում, եւ հետո ասում են, թե դա դրա համար է, որ Հայաստանի օդը լավ պաշտպանված լինի ԱԹՍ-ներից, եթե բերող եք Ուկրաինայից բերեք, բնական է, չեք կարող Ուկրաինայից բերել, բայց օրինակի համար նույն իսրայելացիները, նույն հрьяաները տանում են Ուկրաինայից արդեն մասնագետներ, որ իրենց օդը ավելի լավ պաշտպանված լինի ԱԹՍ-ներից։ Եթե իրոք օդը պաշտպանելու կարիք կա, ըստ ձեզ, ապա պետք է Ուկրաինայից մասնագետ բերեք, այլ ոչ թե Իսրայելից։ Իսրայելը այլ առումներով կարող է մեզ հետաքրքրել, բայց ոչ թե Իսրայելից պետք է բերել մասնագետներ, այն էլ գեներալներ, որոնք որ հնարավոր է կապել ունենան Ադրբեջանի հետ, հավանականությունը շատ մեծ է, նույն Մոսադի հետ նույնպես միանշանակ կապ ունենան եւ դրանով ասել, թե ահա մենք դա անում ենք օդը պաշտպանելու համար։ Չեմ կրկին ցանկանում մտնել այս դիսկուսիաների մեջ, դա մեր մակարդակը չէ միանշանակ, բայց սա ուղղակի տեղեկություն մտածելու համար։ Հաջորդ ամենակարևոր հարցը, սիրելի հայրենակիցներ, նախ ասեմ, որ մեզ մնաց մոտ 30 բաժանորդագարում, որ մենք հասնենք 44,000-ը, երեք շատ ակտիվ բաժանորդագարվում էին մեր հայրենակիցները, շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, բայց մեզ մնացել է դեռևս մոտ 30 բաժանորդագարում, որ մենք հասնենք արագ 44,000-ի, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել այս հաղորդման ընթացքում նույնպես եւ շարունակում ենք մեր եթերը։ Շատ հետաքրքիր տվյալներ երեք տարածվեց Ամերիկայի արտաքին հետախուզության կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի մասով։ Այն փաստաթուղթը, որը ստորագրվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, որքան կարևոր մեծ նշանակություն ունեցավ այդ փաստաթուղթը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատելու գործում, հաստատի այդ փաստաթղթի մեջ նշվում է, որ հա, իրականություն է խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց այն վերջնական պետք է ստորագրվի խաղաղության պայմանագրի տեքստով, բայց կա մեկ խոչընդոտ, լուրջ խոչընդոտ եւ դա գալիս է Ադրբեջանի կողմից։ Խոսքը նրա մասին է, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից, որպեսզի Հայաստանը փոխի իր սահմանադրությունը, դա պետք է տեղի ունենա հանրակրվեով եւ փաստ չէ, որ այդ ամենը տեղի կունենա հանրակրվեով, այսինքն երաշխիք չի կարող լինել, թե հանրակրվեն ինչ արդյունքներ կստանա։ Եվ ըստ իմ պատկերացմամբ այդ զեկույցի մեջ հստակ ակնարկվում է, որ այս գործընթացի մեջ հիմնական մեղավորը Ադրբեջանն է, որը որ չի ցանկանում վերջնական արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ փակել այս հարցը։ Հիմա
եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի այցի մասին Հայաստան։ Այցը երեկ է տեղի ունեցել, այն կշարունակվի նաև այսօր, բայց արդեն Մարտակոսը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիմնական քննարկման թեմաները, սիրելի հայրենակիցներ, ասեմ արագ եւ արդեն անցնենք ավելի հետաքրքիր մասին։ Տնտեսական համագործակցություն է, առևտուր, վիզաների ազատականացում, բարեփոխումներ, Եվրամիությունը նոր արդեն գումարային փաթեթ է առաջարկելու Հայաստանին կրկին տասնյակ միլիոնավոր դոլարներ, այսինքն շատ արագ ձևով ցանկանում է Հայաստանի հետ համագործակցությունը եւ հստակ նշվել է, որ Հայաստանը միակ երկիրն է հիմա այս պահի դրությամբ աշխարհում, դա շատ կարևոր է նշել այս պահի դրությամբ, որովհետեւ չի նշվում, որ վիզաների ազատականացման հարցով բանակցություններ է վարում Եվրամիությունը Հայաստանի հետ։ Իմ ընդհանուր տպավորությունը այն է, որ Եվրամիությունը իրոք շատ լուրջ է մտնում Հայաստան, նաև դասեր քաղաց լինելով այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, եւ հիմա Հայաստանը նաև ավելի կարևոր աշխարհագրական ռազմավարական դիրք է սկսել զբաղեցնել Եվրամիության համար, քան Վրաստանը իմ պատկերացմամբ, քանի որ մենք տեսնում ենք նաև այն, թե հանուն Հայաստան հասնելու եվրոպական աշխարհագրության Հայաստան հասնելու Թուրքիայի հետ էլ մեծ փոփոխությունների է ենթարկում Եվրամիությունը իր հարաբերությունները։ Այսինքն Վրաստանի մասով այն, քանի որ կանգ է առել Եվրամիությունը հիմա լուրջ ջանքեր է գործադրում, որ Թուրքիայի միջոցով գոնե թե ունենա հնարավորություն գալ եւ հասնել Հայաստան, հետագայում նաև Ադրբեջան, բայց հիմնական նպատակը դա Կասպիկ ծովից այն կողմ կենտրոնական Ասիայի երկրների հետ ապագայում ավելի խորը տնտեսական կապեր հաստատելը, այդ ճանապարհի վրա ներկայություն ունենալը։ Եվ դրա համար նոր տեղեկություն է, որ Թուրքիայի հետ Եվրամիությունը իր բանկային համակարգներն է փորձում միացնել։ Այսինքն մոտավորապես տնտեսական համակարգերի կարևոր միավորում է հիմա տեղի ունենալու Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ։ Ես ֆինանսական եւ տնտեսական հարցերով փորձագետ չեմ, ինձ դժվար է ավելի խորը այս թեմայով խոսելը, բայց մեկ բան փաստ է, որ Եվրամիությունը սկսել է արդեն Թուրքիայի ուղղությամբ հետաքրքիր քայլեր անել։ Ես այս մասին խոսում էի նույնիսկ կես տարի առաջ։ Թուրքիայից Եվրամիությունը լուրջ ձևով վախենում է, այսպես ասենք, էլի ավելի պարզ, ավելի կոնկրետ եւ ավելի կարճ, քանի որ Թուրքիան մեծ մահմեդական երկիր է, մեծ կայսրություն է եղել, բայց օրեցօր Եվրամիության մեջ մոտեցումները փոխվում են, քանի որ Եվրամիության մեջ արդեն շատ ու շատ մահմեդականներ կան, դեմոգրաֆիան այսպես թե այնպես բավականին լուրջ ձևով փոփոխության է ենթարկվել, եւ Թուրքիան է եղել այն երկիրը, որը որ Սիրիայից շատ մեծ հոսք է զսպել դեպի Եվրամիություն։ Ճիշտ դրա համար բավականին մեծ գումար ստանալով։ Հիմա հասկանում են Եվրոպայում, որ քանի որ առճակատում է լուրջ տեղի ունենում Ռուսաստանի Դաշնության հետ, իրենք ավելի ու ավելի շատ կարիք ունեն Թուրքիայի եւ նաեւ աշխարհագրության իմաստով նույնպես կարիք ունեն Թուրքիայի, որպեսզի գան հասնեն հարավային Կովկաս։ Այս պահի դրությամբ կրկնեմ Վրաստանի հետ հարաբերությունները լավը չէ, բայց Եվրամիությունը շատ լուրջ ձևով շտապում է, քանի որ Մերձավոր Արևելքում էլ այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, հատկապես Իրանում, որը որ չի կարող չմտահոգել Եվրամիության։ Եվ ահա այսպիսի փողը, երբ որ հիմա Հայաստանին հատկացվում են, նաև խոսվում է Իրանից, հիմնականում տարածաշրջանային հարցերն են քննարկում, Եվրամիությունը այստեղ էլ ունի մի շարք մտահոգություններ։ Բայց նույն ժամանակ ասեմ, որ չէի ցանկանա Հայաստանին տեսնել որպես սսպող երկիր իրանցիների հոսքը դեպի Եվրոպա ապագայում, այսինքն իրենք մեկ քայլ առաջ նույնպես մտածում են Եվրոպայում, որ նման բան կարող է տեղի ունենալ, բայց հիմնական շահը եւ ընդհանուր հիմնական պատկերացումը դա հյուսիս-հարավ ծրագիրն է ապագայում Իրանով, Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի այդ ամենի մեջ, ինչպես նաեւ Թրամփի երթուղին։ Եվ դրանից բացի Հայաստանը վերջին քաղաքակրթական կետն է դեպի արևելք, Եվրոպայից դեպի արևելք,
որի վրա որ կարող է կանգ առնի արդեն Եվրամիությունը։ Դրա համար կարող է իրենք փոքր ռիսկի դիմեն եւ գնան եւ Թուրքիային ընդունեն իրենց շարքեր ապահովում։ Այսինքն կամած այդ գործընթացը սկսվել է, կարող է երկար տևել, քանի որ կրկնեմ Թուրքիայից մեծ վախեր կա, որքան հնարավոր է կամած իրենց եվրոպական համակարգերին կմիացնեն Թուրքիային, բայց մտահոգություններ են եվրոպացիները, քանի որ ինչպես նշեցի, Թուրքիան շատ մեծ մահմեդական երկիր է, բավականին հզոր տնտեսություն ունի եւ ամենահզոր բանակը ունի ՆԱՏՕ-ի մեջ։ Հիմնականում այսքանը Մարտակոսի այցից այս պահի դրությամբ, թե պարզ է որ նախընտրական աջակցության նպատակներն էլ կա այստեղ Հայաստանի իշխանություններին, դրանց բացի մայիսին Հայաստանում շատ կարևոր գագաթնաժողով է տեղի ունենալու եվրոպական համայնքի գագաթնաժողով, այսինքն այս ամենը իրար հետ եթե վերցնենք, մեզ համար շատ ավելի պարզ կլինի, թե ինչի է Մարտակոսը հիմա այցելել Հայաստան։ Իրանից ինչ կա, արեք Իրանից շատ ավելի կարճ խոսենք այսօր, քանի որ մեծ հաշվով շատ բան չկա։ Ամենակարևոր տեղեկությունը այն է, որ ծովային հետևակա Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ ավելի արագ է հիմա սկսվել տեղափոխվել դեպի Մերձավոր Արևելք։ Այսինքն հավանականությունը շատ մեծ է, ինչի մասին մենք խոսում ենք մի քանի օր առաջ, որ փորձի Ամերիկայի Միացյալ Նահանգները գրավի Հարկ կղզին։ Շատերն են հիմա դրա մասին խոսում, ավելի շատերը, քան մի քանի օր առաջ, երբ մենք սկսեցինք խոսել այդ մասին։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Եվրոպական երկրները սկսեցին արդեն քննարկել իրենց ներկայության հարցը Հորմուզի նեղուցում, բայց մինչև վերջ դեռևս չեն կողմնորոշվել, գալիս են թե չեն գալիս, ինչ-որ մի բան անում են թե չէ։ Նույնը նաև Ճապոնիայի մասով, բայց Դոնալդ Թրամփը բավականին լուրջ եւ կոշտ է արտահայտել դրա համար եվրոպացիներն էլ սկսեցին հասկանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը շատ կոշտ է արտահայտվում եվրոպացիների մասով, ասում է, որ եվրոպացի մեր անշնորհակալ գործընկերները մեզ չհասան օգնության։ Պաշտպանության նախարարը քննադատում է ողջ Եվրոպան եւ շատ կոշտ եւ կոպիտ։ Իսկ Թուրքիան ավելի ու ավելի պարզ է սկսում մեղադրել Իսրայելին այս պատերազմի մեջ, սկսում են բացեբաց նույնիսկ առանց հաշվի առնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների կարծիքը, Ֆիդանը ասում է, որ հիմնական մեղավորը Իրանի հարցով եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի հետ դա Իսրայելն է։ Ճիշտ է, Ամերիկայի Միացյալ Նահանգներին չեն մեղադրում, բայց Իսրայելին մեղադրում են։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը շարունակում են իրենց գործը նորանոր հարվածներ հասցնելով Իրանին։ Նոր տեղեկություն կար, թե ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները խորտակում է հերթական նավը Հորմուզի նեղուցում, ասում են, որ եւ հստակ նշվում է, որ այդ նավը խոչընդոտում էր միջազգային նավարկության։ Մոտ օրերս երևի թե ձևավորվի կոալիցիա, արդեն ավելի պարզ դառնա, թե որ երկրներն են մասնակցում Հորմուզի նեղուցով անվտանգ տանկերների անցման ապահովումը։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ։ Իհարկե կարող ենք ավելի երկարացնել, խոսել, թե արդեն էներգետիկ պատերազմ է մեկնարկել, էներգետիկ պատերազմ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում, գազի ամենամեծ հանքերն են ոչնչացվել։ Մենք երեկ ենք այս մասին խոսել, թե ինչպես Իսրայելը հարված հասցրեց, հետո ի պատասխան Իրանը հարված հասցրեց արաբական երկրներին, հետո Դոնալդ Թրամփը սպառնաց։ Այս մասին մենք արդեն խոսել ենք, նոր զարգացումներ չկան, նորը այն է, որ կարծես թե հիմա այս պահի դրությամբ չի շարունակում Իրանը հարված հասցնել Պարսից ծոցի նավթային եւ գազային օբյեկտներին, Պարսից ծոցի երկրներին, ինչպես նաեւ Իսրայելը չի հասցնում նոր հարվածներ գազի եւ նավթի հանքերին, Իրանի գազի եւ նավթի հանքերին։ Կարևոր է նշել, որ Իսրայելը շարունակում է նաեւ իր որսը Իրանի ղեկավարության նկատմամբ, բայց այս պայմանությամբ արդեն չես էլ հասկանում, թե ով է Իրանում ղեկավար, ով չէ։ Մեզ բոլոր ծանոթ անունները գրեթե այլևս չկան, միայն թողել են նախագահ Մասուդ Փեզեշքյանին եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիին։ Մեկ էլ խորհրդարանի խոսնակն է վերջերս շատ ակտիվացել ամենասուր հայտարարություններով
նա է հանդես գալիս։ Մնացածին մենք արդեն չենք ճանաչում, սիրելի հայրենակիցներ, իսկ Մոջթաբա Խամենեիի մասին օրեցօր ավելի ու ավելի քիչ է խոսվում։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։